խախտումներ եք արձանագրել այս ընտրատեղամասում, մինչև այժմ ինչ լարված իրավիճակ եղել է, թե ոչ։ Այո, առավոտից նկատել ենք կուտակումներ, լարված իրավիճակներ, նկատել ենք, որ ինչ-որ մի խոփանչի հրաչի տղա Լևոն փորձում էր ուղղորդումներ անցկացնել, Փառք Աստծո, ոստիկանների միջնորդությամբ հեռացրել ենք այդ անձին, առավոտյան մի փոքր լարվածություն կար ժողովրդի մեջ, փորձում էին, ասենք, անկանոն, բայց Փառք Աստծո, հանձնաժողովի նախագահի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում այդ ամեն ինչը բարեհաճող ընթացքի բերվեց եւ նկատեցինք մի պահ ոմն դիտորդ Դանիել Իոնիսյան եկավ մտավ նախ ամեն ինչ հանգիստ էր, խախանդ էր, եկավ մտավ ու սկսեց ձևական որևէ գործողություններ ըստ օրենքի նա որ գար պետք է հանձնաժողովի նախագահից թույլտվություն հարցնել մատյանները ստուգելու, մյուս գործողություններ կատարելու ես չնկատեցի որ նա թույլտվություն վերցնել փորձեց իրավիճակի տերը ելնելով մատյաններ քրքրել, վազել այնտեղ, ես ինչ ձևական բաներ քիչ էր մնում են դերասաններ կան, չէ, որ ասեն քիչ էր մնում փոշիները միացություններ կամ մաքրության հարց բարձրացնել, այսինքն ձևական տկետ վիճակ ստեղծեց, երբ որ փորձեցի դիտողություն անեմ, եղբայր արդեն բան ես անում էլի, ավելի նոր լարվածություն է սկսել, նոր մի քիչ սաստկավ, հանգստացավ, թողեց գնաց։ Ընդհանուր ժողովուրդը մեծ առումով արդեն հանձնաժողովի նախագահի կրկնում են բարձր պրոֆեսիոնալ լինելու արդյունքի շնորհիվ նորմալ է անցնում, լարվածությունը ինչ առավոտյան կար, մեր ոստիկանները խախտումները կարգավորել են, այս պահին դեռ արդեն նորմալ է։ Թիվ 14-28 ընտրատարածքում վերել ենք բավականին խախանդ վիճակի, հանձնաժողովի անդամները արդեն աշխատում են ավելի աչալուր քան առավոտյան էր, իսկ վստահված անձինք, որը որ կա ներկայա, գտնում, իսկ ով էլ որ ներկա չի, օրինակ դուրս են գալի գնում են, մյուս անձիկ փորձում են իրենց տեղը լրացնել։ Միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձներ, որ փորձում էր ավելնորդ դիտողություններ անել այլ անձանց, որի իրավունքը նա չուներ, եւ փորձում էր ավելնորդ հարցեր բարձրացնել, անգերական զրույցի միջոցով դա էլ ենք բացատրել, որ չէր կարելի ախպեր։ Դու քո տեղը քո չափերի մեջից դուրս մի արի, մնացած ամեն ինչ նորմալ է, Փառք Աստծո։